Գուշակություններ այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել են, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար ոչ։ Չհաջողվի միայնակ իշխանությունը վերցնել, ինչ եք անելու, ում հետ կոալիցիայի կգնաք, թե նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերի չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք կհամագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Վերաբերալահազանգեր ստացել է թե ոչ։ Ճիշտ ասած, շտաբը աշխատում է, այս պահին տեղեկություն չունեմ, քիչ հետո քվեարկությունից հետո կիմանամ ստացել ենք թե չէ, բայց համացանցում բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ կան, բաց քվեարկություններ, կուտակումներ, ուղղորդումներ, կարծում եմ սա, այո, ցուցակներում նախընտրական շտաբն է, սա խախտում է թե ոչ, որ ընտրատեղամասինքից պաստառներ են Եթե 50 մետրից ավել ընտրական օրենսգրքով տեղամասային կենտրոնից 50 մետր շառավիղը չի պավել, բնականաբար դա խախտում է ընտրական օրենսգրքով։ Այդ գործակցությունի ինչ ձևաչափով եք պատկերացնում, կոալիցիոն իշխանություն կազմելու, թե առավելագույն ձայներ հավաքած տեխնատուին ձայներ ապահովելու տարբերակով։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժով մեր թիմից հաղթանակ դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին։ Չէ, խոսքը վերաբերում է ընդդիմադիրների մասին։ Ինքը շատ ուժեղ ընդդիմադիր է, երեկել ամներին այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակար Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Հրամանով ազատել են։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղաշաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Այսպիսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահմկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց են ճղճին փոքր-հոգի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան, Հարություն Մկրտչյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինի ընտրվի քաղաքապետ, թույլտվություն է տալու, որպեսզի Մայրաթոռի դեմ այդ արդեն հայտարարված հավաքը տեղի ունենա։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, այդ թույլտվությունը ցեծանելու հանրապետության։ Իսկ ինչի Հարություն Մկրտչյանից ուրիշ բան եք սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքներին վերաբերող, ազգային արժեքներին վերաբերող լավ բան ասի, ես բնականաբար, եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տալու։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևորականների։ Խախտումների հետ կապված լրության օրը մենք տեսանք, որ նաև նախարարի մակարդակով է, իրենց Facebook-յան գրառումներով քաղաքաշարժ նշանակում ինչ-որ խախտում է։ Ինչպես նաև Տարոն Չախյանի պատկանող է ևս եղել է լրության օրվա հետ կապված խախտումներ։ Ես ինքս ցանցերից դուրս չեմ նկատել անկեղծ ասած, որովհետև բավականին զբաղված ենք եղել, մենք կազմակերպչական հարցերով ենք նախընտրական շտաբով, ինչ վերաբերում է իրենց նախարարին, իրենց նախարարները իրենց նախարարությունները թողած արձակուրդ են վերցրել, եկել
Այստեղ մասնակցում են քարոզարշավի հանրահավաքների ժամանակ տենց հանդիսավարի դեր էին կատարում, խոսքը փոխանցում այս նախարարին, խոսքը փոխանցում այն նախարարին, ինչ որ անհասկանալի, ինչ որ անհասկանալի process էր, Խուդակյանն էլ իր ամբողջ խոսքը վերածել էր փոխանակ խոսել իրենցից քաղաքացիական պայմանագրի տեխնացուից, ամբողջությամբ ընդդիմադիր տեխնացուներին էին փորձում վարկաբեկել, փորձում սևացնել, բնականաբար իրենց մոտ դա չստացվեց, վստահ եմ, որ մենք դա այսօր տեսնելով ամեն դեպքում նախարարին վայել պահվածք չի։ Պարոն Խաչատրյան, մենք նկատեցինք ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ ձեր դեմ չի կարողանում չգտնել բացի նոյեմբերի 9-ի այդ ակցիաներին մասնակցել է, ինչ եք կարծում ձեր հաղթանակի պարագայում, դա կարող են օգտագործել ձեր դեմ։ Տեսեք, ես նոյեմբերի 9-ին այո ներկա եմ եղել, ոնց որ մնացած 20-25 հազար ժողովուրդը, ովքեր այդ կապիտուլյացիոն ակտից վրդովվել էին, մեծ ցասում կար մարդկանց մեջ եւ 44 օր մարդկանց ասում էին, որ հաղթում են եւ 1 վայրկյանում 1 գրիչի հարվածով կապիտուլյացիան մի ակտ եղավ։ Ինքս այդ հարցով հարցաքնվել եմ, իդեպ հարցաքնվել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեում, հարցաքնվել եմ ոչ մի քրեական գործով չեմ անցել, ոչ մի քրեական գործում կարգավիճակ չեմ ունեցել, այսինքն բոլորը հստակ տեսել են, նույնիսկ ՔՊ-ի տեխնացուն իր առաջի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին, երբ որ հարցազրույց էր տալիս, ասում էր կարող այ ես էի նոյեմբերին գնացել կառավարություն եւ լուր հետևում ինչպես էին կոտրում գույքը։ Իրանք տեսա ու բաները լավ ուսումնասիրել են վիդեոները, տեսել են, որ ես ոչ կոտրելուն եմ մասնակցել, ոչ ինչ որ խփելուն եմ, ոչ մի բանի չեմ մասնակցել։ Նույնիսկ դա էին ասել, ինչքան գիտեմ, նաև իրանք կշտամբել էին այդ նախադասության համար հենց։ Անցավոր անգործություն եք դրսևորել այսօր։ Հա, երևի թե իրանք կշտամբել են, ասեն այդ լուր հետևել ինչ ես ասել, որովհետև միգուցե մտածել էին, որ քրեական գործ կսարքեն ամեն դեպքում, ինչ-որ վկաներ կբերեն, որ եղել է, բայց այս իշխանության համար քրեական գործ սարքելու համար հիմքեր այնքան էլ պետք չեն։ Բնականաբար, ընդհանրապես պետք չէ, մենք վերջից միևնույն 20 օր առաջ տեսանք Ոսկեհատ գյուղում Հանրապետություն կուսակցության բողոքով ձերբակալանավորվեցին մարդիկ, ովքեր ոչ մի բան չէին արել։ Մարդիկ հիմա կալանք են կրում ոչ մի բան չանելու համար։ Պարոն Խաչատրյան, որ դուք դառնաք համայնքապետ, ձեր ընկերոջ Քենու վրեժը լուծելու եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելու եք պետական հիմնարկներից։ Իհարկե ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու։ Ես ասել եմ, իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել են դիմում գրել ազատել էին, այլ քաղաքական մեկնաբանելով, այլ քաղաքական ճամբարում լինելու համար։ Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է, կարծեմ Արագած գյուղում։ Այսինքն ինչ անեմ, մենք ընտրվենք իր մայրիկին ազատեմ աշխատանքից, արդյոք դա բարոյական է կամ տղամարդավարի է ընդհանրապես։ Իհարկե տենց բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա։ Պարոն Խաչատրյան, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք քարոզարշավը, ինչ տրամադրվածություններ կան մարդկանց մոտ։ Լավ, շատ ակտիվ քարոզարշավ է եղել եւ այսօր էլ կարծեմ բավականին ակտիվ է քվեարկության մասնակիցների թիվը, ամեն դեպքում նախորդ ընտրությունների հետ համեմատած, կարծում եմ վաղար շաբաթին ուզում էր տեսնել քարոզարշավ, ուզում էր քաղաքական ուժերին լսել, այսպիսի ակտիվ քարոզարշավ վաղար շաբաթում երբեք չէր եղել, իրականում կարծում եմ շատ նորմալ քարոզարշավ, ամեն դեպքում մենք մեր արժեվ դրած խնդիրը կարելի է ասել քարոզարշավի մասով կարողացել ենք ապահովել։